Տիրոջանը փառավորի քուրեջան եղբայրներ ջան, Աստված բոլորիս օրհնի։ Իրոք փառք ամենակալ Տիրոջը, որ Աստված մեկ շաբաթ էլ նորից կյանք շնորհեց։ Ես հավատում եմ հետևյալը, որ Աստծո նպատակը մեկն է, որ մենք ուղիղ կանգնենք իրեն առաջ։ Բազում անգամ խոսվել է Աստծո հավիտենական ծրագրի վրայով, որ Աստված ընդամենը մեկ ծրագիր ունի, որ մարդուն տեղափոխի դեպի հավիտենություն։ Այժմ շուտ որ մարդը գնա հավիտենություն, այնքան լավ։ Բայց ինչի Աստված իր գործը չի արագ ասում, ինքը իր գործը կատարում է ճիշտ ժամանակին։ Ինքը սպասում է, որ մենք լուրջ ապաշխարենք, որպեսզի կատարյալ լինենք իրեն առաջին։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուղղակի այսօր սրտից դրված է խոսել հետևյալ նյութի վրայով։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր երբ մենք նայում ենք ամեն մեկ անձնավորություն երկյուրա տանջվում է։ Ամեն մեկ անձնավորություն իրոք մեծ դժվարությամբ հասնում է ինչ-որ մեկ արդյունքի։ Եթե ինքը չտանջվի, երբեք արդյունքի չի հասնի։ Եվ կարդում եմ մեկ համար, որը գրված է Մովսեսի վրայով։ Բազում անգամ Մովսեսին շեշտադրվում է, ուղղակի խոսքը ուզում եմ սկսել Մովսեսի միջոցով։ Նայեք ինչ ասում Ամենակալ Աստված Մովսեսի միջոցով ինձ եւ քեզ։ Եվ կուզեի, որպես այսօր մենք լուրջ ուշադրություն դարձնենք այս խոսքերին։ Եբրայեցիս 11:26 համարի մեջ Ամենակալ Տիրոջ խոսքը հետևյալն է ասում Մովսեսի միջոցով ինձ եւ քեզ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը եգիպտացիների հարուստ կանցերից, որտեղ աշկտարած մտիկ էր տալիս վարսկի հատուցմանը։ Եղբայրներ քույրեր, ուղղակի կուզեմ այս միտքը ավելի լուրջ նայենք։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը։ Մի հարց եմ տալիս ինձ եւ քեզ, մենք այսպես հավատում ենք, որ Քրիստոսի նախատիկը ավելի մեծ հարստություն է, քան թե եգիպտացիների ոսկին արծաթը։ Այսօր ոսկու արծաթի համար մենք ամեն մեկս կռիվ ենք տալիս։ Խոսքը այդպես բառացիոն մի հասկացեք, որ ինչ որ ոսկի պիտի կուտակե չէ։ Այսօր մենք աշխատում ենք, ամեն մեկը, կա անձնավորություն, որ զորով գիչեր աշխատում է, որ ընտանիքը պահի։ Սա մեղք չէ եւ պարտավոր է, բայց մի հարց հետեւյալն է, որներն համար առաջնային է։ Մենք մարմնավորի համար աշխատում ենք, իսկ հոգևորի համար։ Եվ ես կուզեմ սրա մասին կանդրադառնամ, նայեմ հետևյալ համարը եւս, որը գրված է Եսայի մարգարության 62-րդ գլխի 11 համարում, նայեք Եսային ինչ ասում ինձ եւ քեզ։ Ահա Տերը լսել է տալիս մինչեւ երկրի ծայրերը։ Ասեցեք Սիոնի աղջկան, ահա քրպերկիչը գալիս է, ահա նրա վարձքը նրա հետ է։ Եվ նրա հատուցումը նրա առաջին, նրա վարձքը նրա հետ է։ Եվ Հոբի մեջ կարդում եմ հետևյալ տողերը, որտեղ Հոբը 34-րդ գլխի 11 համարում հետևյալն է ասում, որտեղ մարդը սանում է եւ Աստված վճարում է նրան, եւ մարդիս ճանապարհի համեմատ գտնել է տալիս նրան։ Եղբայրներ քույրեր, սա իրականությունն է եւ ամեն մարդ պիտի առնի իրեն աշխատանքին համեմատ, իրեն հավատքի։ Հիշում եք Հիսուսին երբ որ հարցրեցին որն է ամենամեծ գործը, ինչ պատասխանեց Տերը։ Հավատալ անոր ուղարկածին։ Այսօր ամբողջ աշխարհն է հավատում։ Բայց Աստծո նպատակը սա չէ։ Հութա 20 համարը բազում անգամ այս համարի մասին խոսվել է, ինչ էր ասում Հութա 20 համարում, բայց դուք ձեր անձերը ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Որն է սուրբ հավատքը։ Լոկ միայն հավատալ, որ Աստված կա, ոչ սիրելիս, եթե քո հավատքի անկյունակարը հավիտենական կյանքը չէ Քրիստոսը, քո հավատքը փուչ է։ Այսօր ամբողջ աշխարհը հավատում է Աստծո գոյությանը։ Չկա անձնավորություն, մանավանդ սոցիալական փլուզվելուց հետո նաև գիտական աշխարհը մերժեց Դարվինի ուսմունքը։ Այսօր ամեն մեկը փաստում է, որ իրոք Աստված կա եւ ամեն ինչը հեղինակ Աստված է։ Բայց սիրելի քույրս, եղբայրս, ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու իրոք այդ հավատքը ունենանք, որ ամեն մեկ անձնավորություն պիտի ստանա իրեն աշխատանքին համեմատ, իրեն հավատքին համեմատ։
Այսօր շատ հարանվանություններ ինչ են ասում, հավատացիր, ինչ էլ որ անես մեկ է, քո վերջը հավիտենական կյանքն է Քրիստոսի հետ, ոչ սիրելիս։ Ուղղակի հաս կուզեի տայ, Պողոս առաքյալի վարսկը, իմ կամ քո վարսկը նույնն է։ Միսակ Սեթրակ Կապետնակովի վարսկը, իմ եւ քո վարսկը նույնն է, իհարկե ոչ։ Ամեն մեկ անձնարություն պիտի ստանան իրենց վարսկին համեմատ։ Կամ կուզեմ մեջբերում անել ներողություն Երեմիայի մարգարության մեջ 48:10 համարում ինչ էր ասում Երեմիան. անիծյալ լինի Տիրոջ գործը թուլությամբ անողը։ Եվ սրան զուգահեռ հիշեք Պողոս առաքյալի խոսքերը Հռոմեացիս 11:13 համարում ինչ էր ասում ինքը. ես հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը կամ իմ գործը փառավոր կենամ։ Հիմա հարց ուղղված հենց այդ քեզ մենք փառավորանում ենք։ Ինքդ քո սրտի մեջ ասա, դու ինքդ քեզ քննի, քո ապրած կյանքը բավարար է ասում, թե չէ։ Մեր ապրած կյանքը մեզ բավարար չէ, ասում կբավարարի։ Եվ սրա համար կուղղակի կուզեմ լուրջ ուշադրություն դարձնենք սրան։ Եվ կուզեի, որպեսզի նայենք Սուրբ Գրքի մեջ, հիշում եք, խոսքը Աբրահամի մասին է 15-րդ գլխում, Աբրահամը ունեցավ խնդիր։ Աբրահամը ժառանգություն չուներ։ Եթե 15-ի երկրորդ համարին ուշադրություն դարձեք, Աբրահամը ամենակալ ասում հետևյալն էր ասում. ով Տեր Յովա, ինչ ես ինձ տալիս, քանի որ առանց զավակ եմ մնացել, իմ տան տիրողը ահա Դամասկացի Եղիազարն է։ Նաև ասաց Աբրահամ, որովհետև ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընծոտին իմ ժառանգը կլինի։ Բայց վերևի համար ուշադրություն դարձեք, ինչ է խոսում ամենակալ Աստված։ Առաջի համարում այսպես է ասում Տիրոջ խոսքը, այս բաներից հետո տեսիլքում Յովայի խոսքը Աբրամին եղավ ասելով. մի վախիր Աբրամ, ես քեզ համար վահանեմ, քո վարձքը խիստ շատ է։ Եվ հետաքրքիր ուշադրություն դարձեք, Աբրամը ինչ է մտածում, որն է Աբրամի վարձքը այստեղ։ Այսօր շատ անձնավորություններ նույն կարգավիճակին են, գիտեք։ Աստված խոսում է Աբրամին ասելով մի վախենա, ես քո վահանն եմ եւ քո վարձքը շատ է, Աբրամ ասել է ինձ ինչ ես տվել։ Զավակ չունեմ, խոսում ես վարձքի մասին, իմ ամբողջ ունեցվածքը Դամասկացի Եղիազարը պիտի ժառանգի։ Եղբայրներ քույրեր, այսօր ասում նպատակ հետեւյալն է, որ ես եւ դու ամբողջ սրտով հավատանք Տիրոջ վարձքին, եւ այդ վարձքը հավիտենական կյանք։ Այսօր մարդ արարածը ծայրաշան ծանր հիվանդության մեջ հարց եմ տալիս, ինչ կուզա։ Հիմի ամբողջ աշխարհի հարստությունը, որ բերեն իրեն ոտքերի տակ տնեն, Իրանը մնացել ընդամենը 1 ժամ ապրելու, եւ տրվի նժարի վրա նաեւ կյանքը, հարց եմ տալիս, որը կվերցնե։ Այսօր մենք ո՞րն ենք վերցրել։ Աբրամի հետ խոսում է Աստված, ասում է Աբրամ մի վախենա, քո վահանն եմ եւ քո վարձքը շատ, ասել է ինձ ինչ ես տվել։ Եղբայրներ քույրեր, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, անդրադառնում եմ բոլորիս քաջ հայտնի համար, Ղուկաս ավետարանի մեջ գրված է անառակ որդու եղբոր մասին է խոսք, ես անձնավորությունը հորտալ մեջ զոր եւ գիշեր աշխատել է։ Բայց հարց հետեւյալն է, որն է իրեն վարձքը։ Եղբայրը որ եկավ, ինքը նեղվավ, դուրս չգնաց, չմտավ ներս, հայր եկավ, ասեց եղբայրդ կորած էր, գտնվեցավ, մեռած էր, ողջ հետ է վերադարձը, ինչ ասես նա։ Նա էլ պատասխանեց եւ ասաց հորը, ահա այսքան տարի որ քեզ ծառայում եմ, եւ քո պատվերներից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուր չտվիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինեմ։ Իրեն նպատակը այդ մարմնավոր ուլն էր։ Մի հարցը ուղղված է ինձ եւ քեզ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ինչ ենք մենք ուզում, որն է մեր վարձքը։ Ինչի համար է մարդը ապաշխարը։ Ըստ նայում ես մեկը ապաշխարել է իրեն խնդիրների, խնդիրների, փառքի, սիրելիներ, Աստված այդտեղ գործ չունի։ Աստված ունի մի հատ հավիտենական ծրագիր, որ մարդուն տեղափոխի դեպի երկինք։ Ինքը ուրիշ ծրագիր չունի, ինքը չի եկել մարդուն իրեն սրտի ուզածը տալու։ Երբ որ մենք կարդում ենք Հովանու ավետարան 6-րդ գլխի մեջ, մարդիկ գնում են Հիսուսի հետևից, կերակրվում են, բժշկվում են, այդպես է թե չէ։ Եվ Հիսուսը մարդկանց
ուշք եւ միտքը դարձեց իրականության, իրեն հավիտենական ծրագրին։ Ինքը ասեց, ես չեմ եկել ժամանակավորի համար, եկել եմ հավիտենականի համար։ Իմ մարմին ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի։ Խոսեց հավիտենության վրայով։ Աշակերտները շատերը թողեցին գնացին, ինչի համար, որովհետև իրենք եկել են եւ իրենց խնդրեմն տամենը մեկն էր, ստանալ իրենց սրտի ուզածը։ Հարց եմ տալիս, այդ աշակերտները խնդիր չեն ունեցել։ Այդ կան ճանապարհ ոտքով կտրել են, խնդրեմ են ունեցել դժվարություն։ Հիսուսին չէին ընդունում, նաեւ չէին ընդունում իրենց։ Դժվարության առաջ էին, բայց իրենց նպատակը միայն մեկն էր՝ մարմնավորը։ Եվ այսօր շատ քրիստոնյաներ գալիս են Տիրոջը իրենց մարմնավոր հարցի լուծման համար։ Աստված չի եկել սրա համար։ Հետաքրքիր է, ուղղակի երբ որ դուք գնաք կարդացեք Ծննդոց 12-րդ գլուխ Աբրահամի վրայով, Աստված խոսում է Աբրահամի հետ եւ ասում է. գնա քո երկրից, քո ազգականներից, քո հոր տնից, որ ես քեզ ցույց կտամ։ Հետաքրքիր է, մարդը ինչ է լսում խոսքին։ Ինքը հավատքի մեջ էր։ Կարդացեք Հեսուի գրքի մեջ հետևյալ տողերը, որտեղ որ ամենակալ Աստված խոսում է Աբրամի վրայով, թե Աբրամը որտեղից է եկել ամենակալ Տիրոջը։ Աբրամը ինքը հավատքի մեջ չի մեծացել։ Իր ծնողները չեն խոսել Աստծո մասին։ Հեսուի 24-րդ գլխի 2-րդ համարի վերջնամասից գրված է. Աբրամի հայրը Նակովրի հայրը, թառան կետային կողմում էին բնակվում, օտար ասվածներ էին պաշտում։ Հետաքրքիր է, մի օտար ասվածներ պաշտող մեկի հետ Աստված խոսում է, ասում է հետևյալը. գնա քո երկրիցը եւ քո ազգականներից է, քո հոր տնից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Աբրամ լսեց։ Ինչու համար։ Նայեք, Աբրամը ինչու համար հնազանդվեց։ Եվ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ եւ քեզ օրհնեմ, քո անունը մեծացնեմ։ Այս երեք հիմքերի վրա Աբրահամ թողեց։ Քեզ կօրհնեմ, քո անունը կմեծացնեմ, դու օրհնյալ կլինես։ Այսօր անձնավորությունը ինքը միշտ ցկտում է սրան։ Եղբայրներ քույրեր։ Աբրամը 15-րդ գլխի մեջ ունի խնդրեմ, Աստված խոսում է, ես քո վահանն եմ։ Եվ շարունակության մեջ ասում է քո վարձքը խիտ շատ, ասում է ինձ ինչ ես տալու։ Աստված օրհնել էր 13-րդ գլուխ, եթե կարդաք Ծննդոց, գրված է, որ Աբրամի հոտերը այնքան էին շատացել։ Քույրս, եղբայրս, այսօր ուղղակի կուզեմ, որպեսզի ես եւ դու լույս մտածենք այս մասին։ Աստված Աբրամին կանչեց եւ Աբրամը հնազանդվեց։ Իրեն ամբողջական սրտի ուզած եփոր չեղավ, ինքը դեմ ելավ ամենակալ Տիրոջ ասելով հետևյալը. ով Տեր Եհովա, ինձ ինչ ես տալիս, քանի որ ես առանց զավակ եմ մնացել։ Անունը բարձրացել էր, ստացվածքը շատացել էր։ Նորից կարդամ. ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, քեզ օրհնեմ, քո անունը մեծացնեմ, եւ դու օրհնյալ կլինես։ Մեծ ազգ չկաներ, զավակ չուներ։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Այսօր էլ մեր կյանքի մեջ, երբ որ մենք նայում ենք Աստված կանչելը, ինչ որ բաներ տեղի չի ունենում, մենք այսև կարծես թե կռվում ենք Աստծո հետ։ Սիրելիս, Աստծո նպատակը Աբրամին մեծ ազգ շինել կռվի համար կամ ամբողջ տարածքը գրավելու համար չէր։ Աստծո նպատակը միայն մեկն էր, որ Աբրամ ժառանգեր հավիտենական կյանք։ Եվ այսօր ուղղակի կուզեմ, որ ես եւ դու լույս մտածենք այս մասին։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք, տեղափոխվում ենք Աբրամից Հակոբ։ Այս անձնավորությունը երկար տարի տառապեց։ Հիշում եք Հակոբի եւ աներոջ զրույցն եմ ուզում բերել, սա գրված է Ծննդոց 29-րդ գլխի մեջ, 15 համարում ինչ է ասում աները Հակոբին, ուշադրություն դարձեք, գրված է հետևյալ միտքը։ Եվ Լաբան ասաց Հակոբին. միթե դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ծրի ծառայես, ասիր ինձ, ինչ է քո վարձքը։ Եվ Լաբանը երկու աղջիկ ուներ, մեծի անունը Լիա, փոքրի անունը Ռաքել։
Հակոբը երկար ժամանակահատված ծառայեց լոկ մեկ բանի համար, որպեսզի Ռաքելին ունենար կին։ Եվ այսօր մենք էլ շատ անգամ Հակոբի պես այդ ծառայությունն ենք անում, ոչ թե միայն Ռաքել, այլ մեր սրտի ուզած է, որ հասնենք։ Սիրելիս, ես չեմ ասում, թե ինչ-որ մարդը ծրագիր ունենա չհասնի կամ ինչ-որ բան մեջ, ոչ Աստված ամեն մեկ վիճակի մեջ պատրաստ է, բայց եթե այսօր քո առաջի բուն նպատակը Աստծուն ունենալը չէ, իմացած եղի, որ ամեն բան փուչ է։ 73-րդ Սաղմոսի հեղինակ իշքան է խոսում Ասափի մասին։ Ուներ պրոբլեմ, եւ որն էր պրոբլեմը, ասում է քիչ է մնացել ոտքերս ծրվեն, բան չի մնացել գնաց կսա, ինչու համար, որովհետեւ ինքը Ասափը ձգտում էր այս բաները ունենալ իրեն կյանքի մեջ, ուշադրություն դարձեք, ինչ ասում նեղություն Ասափը իրեն խոսքերում, նախանձով լեցվեցա հպարտների վրա, ամբարիշների խաղաղությունը տեսնելիս, որովհետև ինքը խաղաղություն չուներ, շարունակություն ուներ, որովհետև նրանք ցավ չունեն, ինքը ուներ, մինչև իրենց նրանց մարմինը փափուկ է, իրենը Ասափինը փափուկ չէր, նրանք մարդի նեղության մեջ չեն եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ Այս ամենը ուներ ինքը Ասափ եւ 12-րդ համար եթե կարդաք գրված է, սրանք են ամբարիշները, որ հաջողակ են աշխարհում եւ իրենց հարստությունը ավելացնում են։ Սիրելիս, այսօր մենք շատ անգամ այս կերպ ենք մոտենում ամենակալ Տիրոջը։ Ցավի, տառապանքի, հանգստության, խաղաղության, հարստության, սիրելիս, երբ որ 17 համար կարդաք, նույն 73-րդ Սաղմոսի գրված է, միջև որ Աստծո սրբության տեղը մտա, նրանց վերջը իմացա։ Ասափը մտավ Տիրոջ ներկայության մեջ եւ իմացավ հետեւյալը, որ այս մարդկանց վերջը հավիտենական տանջանքն է, Ասափի հավատքը փոխվեց նաեւ խնդրվածքը։ Գրված է. «Ով ունեմ ես երկնքում, քեզնից ճոք բան չեմ ուզում երկրի վրա»։ Եվ երբ որ մենք կարդում ենք ուշադրություն դարձեք, նորից անդրադառնում եմ Մովսես, ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը, աչքը տրած մտիկ էր տալիս վարսկի հատուցմանը։ Այսինքն Մովսեսը այդ ամեն տառապանք նեղություն անցել է լոկ մեկ բանի համար, որ վարսկը առներ։ Մի հարց եմ տալիս ինձ եւ քեզ, ո՞րն է վարսկը։ Հարստություն ուներ, փառք ուներ, իշխանություն ուներ, բոլոր վայելքներ ուներ։ Ո՞րն էր Մովսեսի վարսկը։ Հավիտենական կյանքը։ Եթե սոր իմ եւ քո վարսկը հավիտենական կյանքը չէ, իմացած եղեք, որ Աստված մեզ հետ գործ չունի։ Կարդամ մեկ համար, սա բազում անգամ կարդասվել է, հիշեք, երկրորդ մնացորդած գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված այս անձնավորությանը ցույց է տալիս, որն է իրեն առաջի խնդրված խոսքը Ոզայի մասին է։ 26-ի 5 համարի մեջ գրված է, քանի ժամանակ, որ նա խնդրում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։ Ոզայի նպատակը մեկն էր, Տերը։ Եվ այստեղից է մարդու կյանքի հաջողությունը։ Բայց այսօր մենք հաջողությունն ենք խնդրում։ Հիշեք, Եբրայեցիս 11-ի 6 համարի մեջ գրված է, եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, սա բանաձև է։ Սա օրենքը, դոգմա է, սա երբեք չի փոխվի։ Աստված շատ պարզ ասում է, եւ թե իրեն ասուն խնդրողներին, Աստված վարձահատույց կլինի։ Ասապը սա հասկացավ եւ ասեց, ով ունեմ ես երկնքում, քեզնից ճոք բան չեմ ուզում երկրի վրա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենակալ Տիրոջ նպատակը հետեւյալն է, որ ես եւ դու ժառանգենք հավիտենական կյանքը, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք եւ ամեն բան Աստված անում է, որպեսզի սա իրականացնի։ Այև կարդում եմ Առակաց 13-րդ գլխի մեջ 13-րդ համարում նայեք ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Այս մեր ամեն մեկի համար գրված է. Խոսքն արհամարողը իրեն է վնասում, իսկ պատվիրանքներից վախեցողը կվարձատրվի։ Ուղղակի այսօր ուզում եմ առկա այսօր մեր իրական վիճակի վրա խոսել։ Իսկ պատվիրանքը
պատվիրանքից վախեցողները կամ պահողները կվարձատրվեն։ Հիմի առաջի հարցը ուղված է ինձ եւ քեզ, ես այս հարցը ուզեմ տամ մեզ ամեն մեկից։ Եբրայեցիս թղթերի մեջ ամենակալ Աստված Պողոսի շուրթերով ինձ եւ քեզ հետեւյալ հորդորն է անում։ 10-րդ գլխի մեջ գրված 23-ից մինչև 25 համարը, ինչ ասում Տերը։ Պինդ բռնիր հույսի տավանություն անսայտակ, որ հավատարիմ է խոստացողը։ Եվ զգուշանանք իրարու հանդեպ դեպի սերը, բարի գործեր կրկրելով։ Եվ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորությունն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որքան որ տեսնում ենք օրը մոտեցած։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր խոսքը այսօր խոսում է մեր ամեն մեկի հետ։ Այս խոսքը ամեն մեկիս է ուղղված։ Մատներ արանքով նայում ենք։ Պաշտամունքին, խմբի պաշտամունքներին քանս են գալիս։ Աղոթքա ժողովին քանս են գալիս։ Աստված պատվեր ունի։ Ինձ եւ քեզ ասում հետեւյալը. եւ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորությունն է։ 122-րդ Սաղմոսի մեջ Դավիթը հետեւյալն էր ասում. թակավոր մարդ ամեն հնարավորություն ուներ։ Ինչ եք մտածում, թակավորին այցելուներ գալիս էին, թե չէ։ Պետական գործներ, հոգևոր գործերի մեջ Դավիթը ուներ բաժին։ Պետությունը խնդիրներ կար, 4 կողմը թշնամիներ։ Բայց Դավիթը 122-րդ Սաղմոսի մեջ ինչ է ասում։ Ես ուրախ եմ, որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունը երթանք։ Հիմա հարցը հետևյալն է, Տերն ասում է, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորությունն։ Հարց եմ տալիս, սա պատվեր է, թե չէ։ Իսկ ամենակալ Աստված ինձ եւ քեզ Սուրբ գրքի մեջ գրված տողերով հիշատակում եւ ասում հետեւյալը. խոսքը առհամարողը իրեն է վնասում։ Իսկ պատվիրանքիցը վախեցողը կվարձատրվի, կամ պատվիրանքը պահողը կվարձատրվի։ Հիմա Աստված ինձ եւ քեզ պատվեր է տվել։ Մեկտեղ ժողվելը միք թողեք։ Հիմա հարց եմ տալիս։ Մեկտեղ ժողվելու նպատակը ո՞րն է, ինչ եք մտածում։ Այսօր մտածենք մեկ ուրիշ տեսանկյունով, թեպետև ես չեմ հավատում Դավիթի մեջ էսպես էր։ Դավիթին մերկացրել էր, այսինքն մեղքը բացահայտեց Դավիթին, մարգարեն վերջը Դավիթը զղջաց, ողորմություն ստացավ, հարցս հետևյալն է։ Դավիթը գնում էր Նաթանին տեսնելու։ Դավիթի նպատակը Տիրոջը վայելելու, Տիրոջ հետ մեկանալու, Տիրոջ երեսը փնտրելու։ Ինքը հավատում էր մեկ բան, որտեղ 2-ից 3 Տիրոջ անունով հավաքված Տեր այնտեղ ներկա է։ Ինքը գնում էր Տիրոջ հետ հանդիպման։ Այսօր նայում ես անձնավորություն կա։ Պաշտամունքի գալիս են, մեկը քարոզում է, թողնում գնում է, սրտովը չէ։ Մարդ գալիս է այստեղ զրուցելու կամ մեկին տեսնելու, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ասո նպատակը եկեղեցում իրեն տեսնելն է։ Միացյալ Նահանգներում շատ եմ եղել տարբեր եկեղեցիներ, քիշեք Ստիվ Լազարյանին։ Ինքը Լեկավենյու եկեղեցում էր մասնակցում, 3 հատ մասնաշեն կար եկեղեցի, ժողովարան ավելի ճիշտ։ Ծերերին առանձին էր, միջին տարիքը առանձին էր, երիտասարդներն առանձին։ Ամեն մեկ ժողովարան 1000-ից ավելի մարդ տեղավորվեր։ Այնտեղ երիտասարդությունը չէին գալիս, Տիրոջ հետ հանդիպան, գալիս էին, որ պաշտամունքի վերջում բասկետբոլ խաղան կամ խոսային, թե այդ օրը Կիրակի օրը որտեղ պիտի անցկացնեն։ Եթե սա քո գալու նպատակը Տիրոջ հետ հանդիպումը չէ, նույն անձնավորությունն ես։ Այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու հասկանանք, Տիրոջ խոսքը պահողը պիտի վարձատրվի։ Եվ հիշեք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ Դավիթը 119-րդ Սաղմոսում ինչ է ինձ եւ քեզ հորդորում եւ ասում 119-րդ Սաղմոսը ամբողջը նվիրված է ամենակալ Տիրոջ խոսքին եւ 19-րդ խոսքի մեջ 119-րդ Սաղմոսների մեջ ինչ ասում ամենակալ Աստված 81 եւ 82-ը կարդամ Իմ անձը մաշվեցան քո փրկությանը սпасելով բայց ես քո խոսքին հուսացա
Իմ աչքերը մաշվեցան քո խոսքին ցանկալով։ Ես ասում եմ, երբ մխիթարես ինձ։ 97-98 համարները, որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա իմ մտածմունքն է։ Քո պատվիրանքները ինձ իմաստուն են անում իմ թշնամիներից, որովհետև նրանք հավիտյան իմս են։ Եղբայրս, քույրս, այսօր Աստված պատվեր է տվել իրեն խոսքը։ Եվ ամենակալ Աստված խոսում է, ով որ Աստծո խոսքից կվախնա կամ Աստծո խոսքը կպայի, անպայման պիտի վարձատրվի։ Եվ այսօր պարզ օրինակ է տրված, փոքրն է սա։ Մեծը չէ։ Լինում է պարակայ, որ խոսում եմ մեկ անգամ մեկ է զրույցի ժամանակ, երբ որ ներս մտա, Պավլիկ եղբայրներից մեկ հետ, Արտուշ եղբոր հետ նստած էին եղբայրական սենյակում, մի հատ է եղբայր կա, ինչևից է, բանավեճը 10-անորդի մասին է խոսքը կնում, մի ինձ ինքը ինչ ասում, գրիշ եղբայր, մի հատ իրենց ասա, որ Հիսուսը 10-անորդ չի քարոզել, ասի իրոք Հիսուս 10-անորդ չի քարոզել, Հիսուս քարոզել է կյանք դնել, դու այդ ձերքի աղբը չես կարող դնել, կյանք կտնես, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու Աստծո խոսքը պահենք։ Հիմա գրված է եղբոր համար կյանք տնել։ Մենք պատրաստ ենք այսօր եղբոր համար կյանք տնելու։ Մի քիչ դժվար է սա։ Ինչևից է, չեմ ուզում սրավարախորանալ։ Ուղղակի ուզում եմ, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Աստված պատվիրել է ինձ եւ քեզ, որ մեկտեղ ժողվելը մենք չթողենք։ Բայց այսօր հարցս հետեւյալն է։ Հարսանյաց հանդեսն էր, անուն առ անուն կանչել էր, Տերը ամեն մեկին, որ մասնակցեին Հարսանյաց հանդեսին, ծառաներից մեկին ուղարկեց, ասես գնա մարդկանց կանչիր, որովհետև արդեն ժամանակահատվածն է, խնջույքը հարսանիքը պիտի լինի, երբ որ գնաց մեկն ասեց, Տիրոջը իմ կողմից ներողություն խնդրի, ասա, որ արդ եմ արը, մյուսը ասեց, ես եմ արը, մյուսը ասեց, կին եմ արը, ինչևից է մերժեցին, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր հարց եմ տալիս, որն է մեզ համար առաջնայինը, հոգևորը թե մարմնավորը, հավիտենական կյանքը թե ժամանակավորը, ինչի համար ես եկել, երկրորդ օրինաց 30-10 համար, եթե կարդակ այնտեղ գրված է, սա իրականությունն է, սա է ճշմարտությունը, այսօր երկինք և երկիր վկա եմ կանչում, կյանք և մահ, օրհնություն և անհեսք, ձեր առաջը դրի, դու ես որոշողը կյանք ընտրել թե մահ, Աստված որից է մեկին չի ստիպում, շատերը խորում մտածում են, թե Աստված ամեն մեկին ստիպում է, ոչ, Աստված ամեն բան անում է, որպեսզի մարդը իրոք ունենա հավիտենական կյանք, 30-10 համար վերջնահասում այսպես է գրված, ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես, դու և քո սերունդը, Աստված հորդորում է, ինչի չես ընտրում, որն է պատճառը, պարզ է, որ մենք ամփոփ սրտով չենք հավատում, որ կա այդ հավիտենական կյանքը, քուրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, որն է մեր վարձքը, գիշեք Պողոս առաքյալը Կորինթոս եկեղեցում հետաքրքիր մի հատ միտք է ասում 9-18 համարն է, առաջի Կորինթացիս 9-18-ում Պողոսի խոսքերի մեջ է սևի միտք կա գրված, առաջի պարբերականն է, ապա ինչ է իմ վարձքը, ապա ինչ է իմ վարձքը, այսօր որն է իմ և քո վարձքը, Պողոս իրեն վարձքը գիտեր ինչ է, շարունակության մեջ ինչ էր ասում, այն որ ավետարանելիս ծրի տամ Քրիստոսի ավետարանը, որ ավետարանի մեջ իմ իշխանությունը գեշ կերպով չփանեցնեմ, ինչ է իմ վարձքը, հիմի հարցը ինձ և քեզ է ուղված, որն է իմ և քո վարձքը, գիշեք, առաքյալներն եկան ասին Տեր, քո խոսքին հնազանդվեցինք, ամեն բան թողեցինք, հիմա ինչ պիտի առնենք, Հիսուսն ինչ ասեց, 100-պատիկ ավելի, տներ, մեքենաներ, եղբայրներ, քույրեր, հարց եմ տալիս, ես կան քույր եղբայր ով ունե, թեպետև շատ անգամ քրոջ կամ եղբոր արժեքը մենք չենք գնահատում,
Եղբայրս քույրս ուղղակի կուզեմ որպեսզի ես եւ դու լուրջ մտածենք այս մասին։ Որն է մեր վարձքը։ Եվ ես ինչ պիտի անեմ։ Կարդամ մեկ համար 75-րդ Սաղմոսի մեջ նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ 75 Սաղմոս Եվ կուզեմ որպեսզի նորություն 73-րդ Սաղմոսն է Ասափի խոսքերն է, ով ունեմ ես երկնքում, քեզնից çok բան չեմ ուզում երկյուրա։ Եվ կարդում եմ Ամպակումի 3-րդ գլուխ 17-18 համարները։ Նայեք ինչ է ասում Ամպակում մարգարեն ինձ եւ քեզ։ Այս բազում անգամ կարտասվել է, բազում անգամ խոսվել է։ 17-18 համարները։ Թեև թզեն ինչ ծաղկե։ Որտեղի վրա բերք չլինի։ Ցիտեն ու արդյունքը ստե եւ արտերը կերակուր չտան։ Կտրվի ոչխարը փարախից եւ աչար չունի կոմումը։ Սակայն ես Տերովը պիտի ցնցամ, պիտի իմ փրկության ասովը ուրախանամ։ Ասափի փափակն է սա, ով ունեմ ես երկնքում, քեզնից ճոք բան չեմ ուզում երկրի վրա։ Եղբայրս քույրս նորից եմ ասում։ Այսօր ես եւ դու պիտի խորենք այս մասը։ Մարդը իրոք ցկտում է լավակույնին։ Եվ կուզեմ մեկ համար հիշեցնել Սուրբ Գրքի մեջ, սա կարող է մի քիչ դժվարին լինի, բայց հիշեք հետևյալը։ Մարդը, որ ինչ-որ բանի հասնում է, ինչ-որ արդյունքի, պարծենում է։ Այդպես է, թե չէ։ Լավ երեխաներ է ունենում, լավ աշխատանք, երեխաները լավ գործ ունեն, ինքը պարծենում է։ Բայց կուզեի որպեսզի այսօր լուրջ մտածենք հետևյալի վրա։ Նայում ես եկեղեցին աճում է, եկեղեցու մեջ խոսքը լավ է, երգը լավ է, աղոթքը լավ է, իրար հետ հարաբերությունը լավ է, բայց հետաքրքիր է Պողոս առաքյալը երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 4-5 համարներում ինչ էր ասում։ Այնպես որ մենք ինքներս ցեզանով պարծենում ենք Աստծո եկեղեցիներում։ Պողոս առաքյալը պարծենում էր Թեսաղոնիկե եկեղեցով, եկեղեցիների մեջ, որ սեւի եկեղեցի կա։ Ինչու համար էր պարծենում։ Գտալիս է կընտունենք թե չէ։ Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիս թղթերի մեջ ինչ էր խոսում։ Այս անձնավորությունը, եթե կարդաք երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 24 համարից իրեն բոլոր նեղություն խնդիրներն են։ Եվ 10-րդ գլուխ, երբ որ մենք կարդանք 7-8 համարները, գրված է, որ Պողոսի կյանքում խայտոց առաջացավ սատանայի հրեշտակը Պողոսին բռնցքով ծեծում էր։ Գրված է 3 անգամ ահոտեցի Տիրոջը, պատասխան չտրվավ Տիրոջ կողմանը, ասես բավական է քեզ իմ շնորհքը։ Եվ շարունակության մեջ, երբ որ ինքը Տերը խոսեց Պողոսի հետ, Պողոսը հասկացավ ինչ է ասում։ Գրված է ուշադրություն դարձեք 12-ի 9 համարի միջնամասից արտավելի հոժարությամբ իմ տկարություններով կբարձրանամ, որ Քրիստոսի զորությունը բնակվում է ինձ անում։ Վասն որ հավանել եմ տկարությունների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, նեղությունների Քրիստոսի համար, երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Եղբայրս քույրս Թեսաղոնիկե եկեղեցու վրա Պողոսը որ գրում էր, ինքը ապրել էր այս կյանքը։ Եվ պարծենում էր Թեսաղոնիկե եկեղեցու վրա, որ Թեսաղոնիկե եկեղեցին ուներ այդ ամեն դրական կողմերը, համբերությունը, հավատքը, որ հալածանքի նեղության մեջ չէր տրտնջում, այլ Տիրոջը փառք էր տալիս։ Եվ Աստված Պողոսի շուրթերով ասում էր, որ եկեղեցի քո վարձքը մեծ է։ Որ դա Աստծո արտար դատաստանի նշան է, որ Աստված քո վրա այդ նշանը դրել է, դու իրեն բաժինն ես։ Եբրայեցիս 12-6 համարը քիշեք գրված է, եւ թե իրեն խնդրողներին վարձատույց կլին։ Ինչևից է, բայց կուզեմ ես խոսքերի մեջ նաև հետևյալին անդրադառնալ, նայում ես խմբի պաշտամունքներին մարդիկ քիչ են։ Որն է պատճառը, քուրեր չեն, եղբայրներ չեն։ Այսօր միայն կիրակի օրը գալով մարդը հոգևոր աչք ունենա, թե չէ։ Երբ որ նայում ես մանունավոր օրինակ պիտի տամ, ամեն կողմանը կուզեք նայեք, որի մեջ որ այդ
ջանքը չկա արդյունք։ Շատ անգամ չգիտեմ նկատել եք դաշնակահարների, Արփինե քույրը սա շատ լավ կհասկանա, կան դաշնակահարներ կամ ջութակահարներ, երբ որ նվագում են, այդ մարդկանց աչքերը փակ է, բայց մատները ստեղների վրա այնց եւ արագ է շարժում առանց սխալի։ Հարց եմ տալիս, սա ինչի արդյունք է։ Պարապելու, աշխատելու, թե բնածին տրված այդ մարդը կրնա առանց որևէ բանի, ոչ սիրելիս։ Սա աշխատանքի արդյունք է։ Եվ ամեն մարդու Աստված ասում է, որ քեզ քո աշխատանքի չափ պիտի վարձատրեմ։ Այսօր մենք ջանք չենք թափում։ Մենք եկեղեցու մասին մեկ ուրիշ սև ենք մտածում, խորը մտածում ենք, թե հավաքատեղ է, գնանք մեր պարտքը կատարենք, կիրակի օրը կանք, չէ սիրելիս։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Այո, այսօր եկեղեցու մասին դու պիտի մտածես ամեն փառականների մեջ։ Այս համար ես բազում անգամ կարդում եմ, նորից պիտի կարդամ եւ ուզեմ, որպեսզի ամեն մեկ քույր եղբայր խորը մտածես վիճակի վրայով։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ Եղբայրս, քույրս, այսօր լուրջ է խնդիրը։ Մարդիկ ուրիշ սև են նայում։ Անգե Մարգարիտյան առաջի գլխին համար մեջ գրված է։ Ինչու համար ասում է Զորաստերը, իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազը տալիս իր տան համար։ Ինչու՞մն է ավերակ։ Ամեն մեկ անձնություն եկեղեցու մեկ մասնիկն է։ Եթե վերցնենք շինություն, Պողոս Արաքյալն ասում է, դուք էլ սրբատաշ քարեր շինվեցեք հոգևոր տաճար։ Այս տաճարը հոգևոր, ոչ թե սա է տաճարը, այլ մենք ենք տաճարը Տիրոջ։ Եվ պատկերացեք, այդ օրը ոտքի թաթը չկա, ձեռքի մեկ մասը չկա, սիրտը չկա, թոքը չկա, հարց եմ տալիս, մարդը կապրի։ Եկեղեցին կենտանի է։ Եկեղեցին կազմակերպություն չէ։ Գուսակցություն չէ, եկեղեցին կենտանի է, ինքը Քրիստոսի մարմինն է։ Իսկ հարց եմ տալիս, Քրիստոսի մարմինը մեկտեղ պիտի լինի։ Գիշեք, շատ անգամ այդ մասին քարոզել եմ, երրորդ թագավորաց գրքի մեջ, երբ որ Երիամ պիտի աղոթեր Բաղի մարգարեների հետ։ Բաղի մարգարեներն աղոթեցին, պատասխան չկար։ Երիան ինչ կերպ գործեց, 30 համարի մեջ գրված է այն ժամանակ, Երիան ասաց բոլոր ժողովրդին ինձ մոտ եկեք, եւ գրված է բոլոր ժողովուրդը եկան։ 12 քարերից ինքը սեղանը շինեց։ Կարդամ լսեք, 31 համար։ Երիան վեր առավ 12 քարեր Հակոբի որդկանց թվի չափով, որ Տիրոջ խոսք եղավ նրան, Իսրայել լինի քո անունը, եւ այդ քարերից մեկ սեղան շինեց։ Հիմա եթե 11 քարով շիներ, սեղանը ամբողջական կլիներ։ Քարերից մեկը դու ես, քույրս, եղբայրս։ Եթե չկաս այդ օրը եկեղեցի, սեղանը ամբողջական չէ։ Այսօր ասված թողները, ինչի՞ չես եկել պաշտամունքի զբաղված է։ Որն է քո զբաղմունքը, որն է ամենամեծը, որն է առաջնային։ Հյուր են եկել։ Ես չեմ խոսում հետևյալի մասին, որ բացառություններ լինում են, դեպքեր, որոնք որ հարկել են։ Բայց հարցս հետևյալն է, ամեն անգամ հյուրը քեզ խանգարում է Քրիստոսի հետ մեկանալուց։ Որն է նպատակը։ Հիմա պատկերացրեք, հաջորդ կիրակի Տերը պիտի գա եկեղեցու մեջ եւ պիտի խոսի ամեն մեկիս հետ։ Ամենալավագույն հյուրը, որ եկել է քո տուն, ինչ կասես։ Կմերժես Քրիստոսին եւ կմնաս հյուրիդ հետ։ Սիրելիս, նորից եմ ասում, ամեն մեկ մարդ իրեն վարձքը պիտի առնի։ Եկեղեցու ամեն մեկ շինարարության մեջ, ամեն մեկ գործի մեջ մենք բաժին պիտի ունենանք։ Եթե այսօր դու մեկ քար չես տվել, Աստծուց ինչ ես պահանջում։ Մամիկուն աղբերը շատ անգամ այդ միտքն ասում է, եթե դու եկեղեցու վրա մեկ քար տնես, Աստված քո տան վրա 100 քար կտնի։ Այսօր նայում ես, եկեղեցին ունի բավական խնդիրներ, չենք մտածում։ Հայտարարում է մաքրություն, հայտարարում է չգիտեմ ինչ գործ, շատ քչերն են արձագանքում սրա։ Սիրելիս, խնդրանք սա, այսօր լուրջ մտածենք։ Եվս մեկ միտ պիտի ասեմ,
ասված թողների, կոպիտ է, բայց պիտի ասեմ։ Երբ որ անհավատ ժամանակ մարդիկ գնում են կինո, թատրոն, ընդհանրեն կինոն պիտի սկսվեր ժամը 3-ին։ 3:30 կգնան կինո։ Մի կես ժամ առաջ գնում են, որպեսզի ներս մտնեն։ Այդպես էր թե չէ։ Մարմնավորի համար մենք ամեն բան անում ենք, իսկ հոգևորի համար։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Այս խոսքը ուղղված է ամեն մեկիս։